Իսկ դուք գիտեիք տարբերությունը իրական ցեյլոնյան դարչինի և չինական կասիայի միջև։ Ես իմացել եմ վերջերս։ Իմ ձեռքում դարչինի երկու փայտիկներ են, գրեթե իրարից ոչնչով չեն տարբերվում, առանձնապես հոտը և համն էլ աղացած վիճակում շատ դժվար կլինի տարբերել, բայց սա իսկական ցեյլոնյան դարչինի փայտիկ է, իսկ սա չինական կասիա ծառի կեղևն է, սա դարչին չի։ Տեսեք տարբերությունը, այստեղ այս կլորակները մի քանի շերտ են, իսկ ստեղ ընդամենը այսպես մի հատ կլորակ է, բացի արտաքին տեսքից ինչումն է տարբերությունը։ Դարչինի մեջ ավելի քիչ կումարին է պարունակվում, ի տարբերություն կասիայի, որի մեծ քանակով օգտագործելու դեպքում կարող է վնաս հասցնել լյարդին։ Այդ պատճառով դարչինը համարվում է այս տեսակը դարչինի ամենաօգտակարը, որը կարող եք հաճախ օգտագործել, ավելացնելով տարբեր ուտեստների մեջ, թխվածքների մեջ։ Ես նաև շատ եմ սիրում ավելացնել դարչին իմ առավոտյան նախաճաշի Ֆորմուլա 1 սպիտակուցային կոկտեյլի մեջ։